ականատես եղանք, թե ինչպես ուժեղ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները Ազգային ժողովի նիստի ընթացքում Տարոն Չախոյանը կրկին հանդես եկավ սուր քննադատությամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ուժեղ Հայաստան Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին։ Այս ելույթին իր խոսքում խստորեն արձագանքեց Նարեկ Կարապետյանը, հակադարձելով հնչեցված մեղադրանքներին եւ պահանջելով հարգանքի կանոնների պահպանում։ Ձեզ եմ դիմում, ուշադիր եղեք, այստեղ չէիք, չգիտեմ, պլանավորած թե չէ, մի հատ մենք այստեղ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրար թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող թե իրան պես չպայի դեմը սխտե չէ։ Կարապետյան մի վարքյան։ Ռուբինյա, մեծ խոսեմ։ Ելույթի ավարտից հետո падգամավորը դիմեց նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանին, նրան հրավիրելով առանձնազրույցի։ Ես հրավիրեցի, բայց դա չի նշանակում, որ հիմա մարդիկ իրան զուսպ են պահել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն պահելու, որովհետեւ անգամ մարդիկ ոչ թե զուսպ չեն տալ, 10 անգամ ավել զուսպ չեն տալ։ Ոչ մեկ իրավունք չունի կանգնի ամբողջ խմբակցությանը, այսպեսի արտահայտություններ անի։ Որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո sense բաներ ուշադիր եղեք, ես գիտեմ ուշադիր ոնց կլինեն։ Դուք ուշադիր եղեք ձեր խմբակցությանը եւ ձեր բառը։ Տարոն Չախոյանն է օգտագործել այն բառը, որը օգտագործվել է այդ թվում իր հասցեին։ Որը կրկնում եմ, ես չեմ ողջունում եւ ես դրա մասին ուղիղ ասել եմ։ Որից հետո պարոն Կարապետյանը որոշել է, որ ինքը ինչ որ падգամավորի կարող է վիրավորել բառը օգտագործելով։ Պարոն Կարապետյան, դա թույլատրելի չէ։ Մենք ստիպված էինք արձագանքել, որովհետև 5 րոպե շարունակ ձեր ֆրակցիայի падգամավորը ուղղակի առանց խոչընդոտ 5 րոպե շարունակ օգտագործում էր վիրավորական արտահայտություններ եւ մեր նախագահողը ձեր բացակայությամբ ոչ մի ձև չէր զսպում։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 89։ Հայկ Կոնջարյանի նշանակումից հետո իշխող ուժը շարունակում է խորհրդարանի ղեկավար կազմի համալրումը։ Այսօր ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելով Վահագն Ալեքսանյանին։ Ընդդիմադիր Հայաստան Դաշինք խմբակցությունը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը։ Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է մնում ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը, որի վերաբերյալ քննարկումները ըստ նախնական ժամանակացույցի սպասվում են վաղը։ Այսօր 14.5 միլիոն։ Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստի շրջանակներում իշխող ուժի ներկայացրած լավատեսական տնտեսական ցուցանիշներին եւ զեկույցներին հակադարձեցին ընդդիմադիր падգամավորները, ներկայացնելով մտահոգիչ վիճակագրական տվյալներ։ Ուժեղ Հայաստան Դաշինքի падգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական իրական պատկերին, նշելով, որ իշխանությունների նկարագրած փոփոխությունները հաճախ հեռու են իրականությունից։ Եթե վերցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 3 միլիոն մարդ է բնակվում, ոնց որ վերջին տվյալներով 3 միլիոնից ավել է 3.1 հաշվենք։ Ապա եթե բաժանենք պետական պարտքի թվին, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության մեկ շնչի հաշվարկով Հայաստանում պետական պարտքը 4700 դոլարի սահմաններում է ստացվում։ Զուգահեռաբար սուր քննադատության ենթարկվեց հանրապետությունում եւ մասնավորապես ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում հարյուրավոր դպրոցների փակման քաղաքականությունը։ Իրավապահները ձերբակալել են Multigroup կոնցեռնի տնօրեն Սեդրակ Արուստամյանին։ Նա մեղադրվում է Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթով շուրջ 21 միլիոն դոլարի հափշտակությանն ու փողերի լվացմանն օժանդակելու համար։ Իրականացված ձերբակալությունից հետո քննչական մարմինն արդեն միջնորդել է դատարանին Արուստամյանին կալանավորելու վերաբերյալ։ Խաղաղության հետագա ամրապնդման ուղղված հնարավոր քայլերն է Արարատ Միրզոյանը քննարկել Երևան ժամանած ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիել Լայթսթոունի հետ։ Միրզոյանը եւ Լայթսթոունը քննարկել են նաեւ առևտրատնտեսական համագործակցության եւ Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։ Այս հանդիպման ընթացքում ներառված է եղել նաեւ TRIPS ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Երկուստը կընդգծվել է նաեւ ծրագրի հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը։ Уважаемые товарищи, добрый день. Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական բանակում կառավարման օպտիմալացման եւ կադրային նոր նշանակումների մասին։ Բանակի թիկունքի բոլոր ծառայությունների ղեկավարումը վստահվել է գեներալ գնդապետ Վալերի Սոլոչուկին, ում Պուտինը բնութագրել է որպես ամենատաղանդավոր հրամանատարներից մեկը։ Мною принято такое решение, назначен Солочук Валерий Николаевич. Пожалуйста.
Բացի այդ կատարվել են այլ առանցքային նշանակումներ։ Անօթաչու համակարգերի զորքերի ղեկավար է դարձել Դենիս Լյամինը, կենտրոն զորախմբավորման հրամանատար Անդրեյ Իվանաևը, արևելք խմբավորման ղեկավար Պյոտր Բոլգարևը։ Այս քայլերով Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը նպատակ ունի բարձրացնել զինված ուժերի մատակարարման եւ ռազմաճակատում կառավարման արդյունավետությունը։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար, հայտարարել է Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով իրենք օգտագործում են ռուսական սառեցված ակտիվների ստացված հասույթը համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ Նա նշել է, որ սառեցված ակտիվներից եւս 1.4 միլիարդ եվրո են հասանելի դարձնելու Ուկրաինայի համար։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Իսրայելական զորքերը մտել են Սիրիայի հարավային Դարաա նահանգ, տեղադրվել են ժամանակավոր անցակետեր, իսրայելցի զինվորականները հարձակքնել են տեղացի ֆերմերներին։ 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում անցումային կառավարության ձևավորումից ի վեր Իսրայելը շարունակաբար մեծացնում է իր ռազմական ներկայությունը սիրիական սահմանամերձ գոտիներում։ Ռոմում գտնվող ԱՄՆ դեսպանատանը երկրորդ օրը անընդմեջ ընթանում են Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները Վաշինգտոնի միջնորդությամբ։ Նախատեսվել է, որ այս հանդիպումները տևելու են մինչև 5 շաբթի։ Օրակարգում Իսրայելի զորքերի դուրսբերման, հարավային Լիբանանում լիբանանյան բանակի տեղակայման եւ անվտանգության համապարփակ ապահովման հարցերն են։ Չնայած խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերին, բանակցությունները բախվում են լուրջ խոչընդոտների։ Պաշտոնապես դեռևս պատերազմական վիճակում գտնվող կողմերը տարաձայնություններ ունեն զորքերի դուրսբերման ժամանակացույցի եւ Հեզբոլահի զինաթափման պահանջների շուրջ։ شبانه روز کار بکنیم این مسیر 10 ساله رو 1 ساله میتونیم طی کنیم. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսով խոսել է Համասի քաղաքական բյուրոյի նորանշանակ ղեկավարի հետ։ Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Փեզեշքյանը վերահաստատել է Թեհրանի շարունակական աջակցությունը Պաղեստինի ժողովրդին։ Նա շեշտել է, որ Իրանը լիովին սատարում է բանակցային գործընթացում պաղեստինյան առաջնորդների ընդունած ցանկացած որոշում, միջոցառում կամ նախաձեռնություն։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արագորեն տարածվող Գան անտառային հրդեհի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։ Կրակը արդեն ոչնչացրել է շուրջ 2600 հեկտար տարածք։ Վտանգավոր գոտում հայտնված մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։ Հարևան գոտիների բնակչությանը նախազգուշացվել է պատրաստի ներտարհանման։ Տեղացիների եւ ընտանի կենդանիների համար բացվել են հատուկ ապաստարաններ։ Չնայած գործադրվող ջանքերին ծայրահեղ շոկի, չոր բուսականության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհը դեռևս ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է։ Նախնական տվյալով զոհեր, վիրավորներ կամ ավերված շինություններ չկան։ Սլովակիայի ոստիկանությունը ոչնչացրել է երկրում երբևէ հայտնաբերված ամենախոշոր 700 կիլոգրամանոց չպայթած ականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի զինամթերքը գտնվել է Դանուբ գետում, երբ ռեկորդային երաշտի պատճառով ջրի մակարդակը կտրուկ իջել է։ Ծայրահեղ շոկերի եւ ջրի մակարդակի նվազման հետևանքով կենտրոնական Եվրոպայում ի հայտ են եկել նաեւ այլ գտածոներ։ Սերբիայում ջրի երես են դուրս եկել գերմանական խորտակված ռազմանավեր եւ զինամթերք, Բուլղարիայում հայտնաբերվել են մամոնտի բրածո մնացորդներ։ Հարավային եւ արևելյան Եվրոպան այս օրերին հայտնվել է անոմալ շոկի եւ անտառային հրդեհների կիզակետում։ Ալբանիայում, Մոնտենեգրոյում եւ Հունաստանում բնական աղետը բնակչության զանգվածային տարհանման եւ հազարավոր հեկտար ցանքատարածությունների կորստի պատճառ է դարձել։ Իտալիայի քաղաքներում հայտարարված վտանգի կարմիր մակարդակն ու կիզի շտաբն անգամ Վատիկանին են ստիպել փոխել միջոցառումների ավանդական կարգը։ Հունգարիայում Դանուբի ջրի մակարդակի ռեկորդային անկումը վտանգել է ատոմակայանի հովացման համակարգը եւ երկրում էներգետիկ լուրջ ճգնաժամ առաջացրել։ Թայլանդում հորդարատ անձրևի ընթացքում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակահարվածել է 24-ամյա ֆուտբոլիստին, որի կյանքը փրկել չի հաջողվել։ 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։